Իմ քայլը հիմնադրամի ու Երևանի պետական համալսարանի գործակցությունը, որն ամիսներ առաջ ամրագրվել է հուշագրով, նոր դրսևորում է ստանում։ Հիմնադրամի աջակցությամբ Մայրբուհում բացվել է հիմնանորոգված մի լսարան, որտեղ կիրականացվի տարիներ առաջ նույն ԵՊՀ-ում հիմնադրամի սկսած քվանտային եւ մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիրը։ Նմանատիպ գեղեցիկ միջավայրում ուսանելը, սովորելը եւ պատասխանատու է լինելու եւ տրամադրող է լինելու։ Այսինքն մենք ակնկալելու ենք, որ քվանտա ծրագրի շրջանակներում մեր ուսանողների քանակը եւ կավելանա եւ ուսման մակարդակը կբարձրանա եւ նրանք հետագայում կհամալրեն թե գիտության, թե ուրեմն արդեն մասնավոր սեկտորի, որտեղ նրանք կկամենան իհարկե շարքերը դրանով իսկ նպաստելով մեր երկրի առաջընթացին ու զարգացմանը։ Իմ քայլը հիմնադրամի փոխտնօրենը հիշեց, սկզբում հիմնադրամը կրթաթոշակ էր տրամադրում արտասահմանյան առաջատար բուհերում սովորելու համար, բայց ուսանողները գնում էին ու հաճախ չէին վերադառնում։ 2022-ից իրականացվում է քվանտա ծրագիրը, որի շրջանակում դասախոսում են նաև արտերկրից հրավիրված առաջատար մասնագետներ։ Մենք արդեն ունենք 21 շրջանավարտներ։ Շրջանավարտները ունին արդեն ոլորտում իրենց գործերը, ունին գիտական հոդվածներ հրատարակված անվանի ամսաթերթերում եւ ոմանք շարունակում են իրենց բարձրագույն ուսումը առաջադար համալսարաններում, ավելի բարձր PhD-ն այսինքն կամ երկրորդ մաստերս։ 2025-26 ուսումնական տարվից սկսյալ արդեն սկսանք ծրագիր իրականացնել Երևանի պետական համալսարանի հետ համատեղ։ Մագիստրոսական ծրագրերը պետք է ունենան հետազոտական զգալի բաղադրիչ, դա այս փուլում լուծման սպասող խնդիրներից է։ Բացի դասախոսություններից, մեր լաբորատորիաներում պետք է հնարավորություն ունենան ուսանողները նաև իրականացնել գիտական հետազոտություններ, ինչը ես հույս ունեմ պարոն Սարգսյանի հետ աստիճանաբար կիրականացնենք, մասնավորապես արտերկրից եկած դասախոսների հետ նույնպես կաշխատենք այդ ուղղությամբ։ Քվանտա մագիստրոսական ծրագրի գիտական ղեկավարը մանրամասնեց, շրջանավարտները համահեղինակ են մոտ 30 գիտական աշխատանքների։ Ընդ որում աշխատանքներ են եղել, որոնք նաև լուսաբանվել են ընդհանուր մամուլում, ինչպես լուրջ արդյունք, որը ստացել են համատեղ, ուրեմն Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի եւ Հայաստանի գիտնականները։ Մանվել Մանվելյանը քվանտա ծրագրի այս փուլի 7 ուսանողներից է։ 1.5 տարի տևողությամբ ծրագրում ընդգրկված է արդեն մոտ 1 տարի, գոհ է։ Շատ մասնագետների մակարդակից, տրվող նյութի ծավալից եւ որակից ծրագիրը շատ արդիական ճյուղեր է ներկայացնում գիտության ոլորտից, որը ոչ միայն տեսական, այլ նաև հետագա կիրառությունների համար ինդուստրիայում եւ գիտության մեջ արդեն շատ արդիական է։ Նպատակն է ավարտելուց հետո շարունակել գիտությամբ զբաղվել։ Հայաստանում։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։